Հակիրճը հիմա այս պահին ակնկալիքը դատարանից։ Գնում եմ վերցնեմ 2 ամսյա կալանքի որոշումը։ Այլ տարբերակ բացառվում։ Արդեն կա այդ որոշումը վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Այսինքն քաղաքական որոշում։ Իհարկե, այն էլ Մասիս Մելքոնյանի կամ ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա։ Ուղիղ ցուցմունք չկա։ Իսկ ուսապարկի Ինչպես։ Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնել։ Ենթադրել են, որ կարող ենք եղած։ Հատկապես ինչ-որ մի բան պիտի ասեն, չէ՞ որ իրենց շաշակով Սապարկը կա։ Ուսապարկը որ մեկը։ Այդ գործողությունը Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ է եղել, ուսապարկի մեջ չի։ Այո, այո։ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ։ Իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագահական գաղտնիքի դեմ։ 2018 Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Այսինքն 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութը։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Պարոն Բաբայան, իսկ այդ Այսինքն այն ժամանակ կասկած չի եղել, կասկած հայտնվում կալանքի տանելու միջնորդություն ներկայացնելը որքանով է իրավաբանության մեջ նորմալ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ-որ քննչական գործողության ճիշտ հասկացա, այդպես ասեցիք, ինչ գործողություն է եղել այդ ժամանակ։ Քննչական ինչ-որ մի գործողություն։ Հարցաքննություն։ Ում են հարցաքննում։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնիք, իրավունք չունեմ։ Դե ինչը ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացել մինչև հիմա, հետեւաբար եւ ինչը ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասել։ Ինչ որ իրավունք չունեմ, չեմ կարող։ Սրբազանի մասնակցությամբ է եղել այդ գործողությունը։ Ոչ։ Դուք տեղեկություն եք այդ անձը, հա, ու սապարկից որ հայտնաբերել են եւ ասում են, որ հիմա ենթադրյալ դրական գծել են կորսակրություն։ Այդ անձը այդ թվականին այդ ամիսներին օրինակ գործակցություն անցել է արդյոք օգտագործել է։ Չգիտեմ, չունեմ այդպիսի նյութեր։ Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանի մուտքը։ Արշակ Սրբազանը երևի ճակատագիրը շարունակողն է։ իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Պարոն Բաբայան, այն անձը, որ կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություն է լինի նրա հետ։ Ոչ մի։ Ինչ հարաբերություն ունեցել։ Պարոն Բաբայան, Ոչ մեկ չի ճանաչում այդ անձը։ Սա տարածվեց, որ Սրբազանը հարվածում է այսպես երիտասարդի, այսպես իշխանական էջերին տարածում է տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկի։ Ինձ էլ եթե օրինակ նման հարցն է, ես էլ կհարվածեմ։ Ինչ կարող։ Դե նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, այս արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածել։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել է։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց ի տարբերություն ձեզ նա Սրբազան է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն, նրանք ավելի շատ են։ Լավ, եւ երեք ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով եւ փաստացի դատարան չի ներկայացվել։ Այս առումով Ինչ է նշանակում։ Չէ, ես լավ չհասկացա հարցը։ Երեք ներկայացվել է, միջնորդությունը բերել են, իսկ նշանակվել այսօր առավոտյան։ Այո, երեք եկել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների գալու։ Իսկ այդ հայտնի տեսանյութերի վերաբերյալ գործը ինչ փուլում է վերջ, չեմ քննել։ Չգիտեմ։ Դա արդեն տրենդային չի փաստորեն է։ Ասում Արշակ Սրբազանին այդ գործի հետ կապված ի վերջո դրանով Ոչ մի էական բան։ Դրանով էին կանչել, որ ձերբակալեն։ Բաբայան, լավ, ավելի բան կոնկրետ հա խոսեք 18 թվից է։ Ավելի կոնկրետ չեմ կարող։ Իրավունք չունեմ ուղղակի ավելի կոնկրետ խոսելու։ Այդ գործը 18 թվից որ կա։ Իրավապահներին հետաքրքիր չէ, ինչպես է հայտնվել, որտեղից այդ թմրանյութը, որ 7 տարի քննել են, ինչ են արել։ Հետաքրքիր է, բայց սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով։ Պարոն Բաբայան, իսկ խոզարկություններ եղել են այս ընթացքում։ Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Այդ տեսանյութը հարվածելու վերաբերյալ եւ այն 2018-ի մասին է։ Նոր մի քիչ առաջ գալուց առաջ եմ տեսել։ Տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, վստահ չեմ, որ ինքն ընդհանրապես։ Ոչ ես ասում, եթե այն ինչ որ գրում են, այն ինչ որ տեղի ունենում այդտեղ, ում էլ հիմա կանգնեմ այս մեր ընկերներից, օպերատորներից նման հարցեր տամ, ինձ տեղ երևի թե ողջ չեն թողնի։